Ներկայիս սոցիալական հոգսերի, կարիքի, աղքատության մեջ առավել դժվար է այն ընտանիքների համար, որտեղ կան 10 եւ ավելի երեխաներ, որոնք ուղղակի զուրկ են անհոգ մանկություն ասվածը վայելելուց։ Հնգամյա Նարեկը Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի նոր բնակիչներից մեկն է։ Եկել է Թազատում, ասում է փոքրիկն իր թոթով լեզվով ու շտապում է ցույց տալ իր ննջարանը։ Նարեկը Բակրատ եւ Լիլիթ Մաթոսյանների 10 զավակներից մեկն է։ Բազմանդամ ընտանիքը տնակից տեղափոխվելու է առանձնատուն։ Նրանց նոր տան հասցեն այլևս Վարպետաց թաղամասում է։ Մեծ ու լուսավոր սենյակներ, բնական գազ, կոմունալ հարմարություններ, խոհանոց, զուգարան, լոգարան ու տնամերձ հողամաս ունեցող առանձնատունը Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի անակնկալ նվերն է բազմանդամ ընտանիքին։ Ընտանիքի համար անակնկալ էր նաև կազմակերպված բնակարանամուտը։ Իդեպ նրանք երբեք այսքան հյուր միանգամից չէին ունեցել։ Նրանց շնորհավորել էին եկել Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից Երևանի Սլավմեդ բժշկական կենտրոնի տնօրեն Արմինե Հովակիմյանը, Սպիտակի քաղաքապետարանի, քաղաքում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու երաշտական տարբեր խմբակները։ 10 տարի ասպասում էինք այս վիճակին, բայց ոչ ոք ոչինչ չանեց։ Այսօր Պարոն Համբարձումյանը խոստացավ եւ իր խոստումը տվեց, որպես տղամարդ, մեծատառող մարդ։ Ես իրանից շատ շնորհակալ եմ։ Թող իրան Աստված առողջություն տա, երկար կյանք տա։ Ամենալավ բաներ իրան եմ ցանկանում, որ ինքը իմ երեխաներին այնտեղ վիճակից, որը որ ոչ ոք չէր կարող անել, այսօր իմ հարազատը իմ երեխեքին մի հատ հաց չի առնի, որ նրանք ուտեն։ Բայց Պարոն Համբարձումյանը իմ երեխաներին բնակարանով ապահովել է, ես նրանից շնորհակալ եմ։ Իր ընտանիքի հետ միասին, իր հարազատների հետ միասին շատ շնորհակալ եմ։ Իմ սպիտակ մասերով խոնարհում եմ նրանց։ Մաթոսյանների ընտանիքը մշտապես գտնվել է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում, սակայն տանիքի համար խիստ կարևոր էր մնում բնակարան ձեռքբերումը։ Լինելով սոցիալապես անապահով, ընտանիքը սեփական միջոցներով հնարավորություն չուներ գնելու բնակարան։ Համայնքը նույնպես միջոցներ չուներ ձեռքբերելու բնակարան ընտանիքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Համբարձումյանին, Համբարձումյանների ընտանիք բարեգործական հիմնադրամին, կարիքի մեջ գտնվող սպիտակցիներին հերթական օգնության ձեռք մեկնելու համար։ Ես երևի թե ողջ սպիտակցիների անունից պիտի շնորհակալություն հայտնեմ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանին իր այն հայրենանվեր աշխատանքը, որ կատարում է քաղաքի համար, այն կարևոր գործունեությունը, որ ծավալում է մեր հասարակության մեջ, էլ չկանգ առնեմ այն բոլոր խնդիրները, որ մինչ օրս ինքը կատարել է եւ շարունակաբար պիտի կատարի, այլ այն, որ եւս մեկ բարի գործի դրսևորման ականատեսն ենք այսօր, ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից։ Եվ ցանկանում եմ, որ ընդհանրապես Հայաստան աշխարհում չլինի այնպիսի ընտանիքներ, որոնց հոգսը, տանիքի խնդիրը լուծվի այս միջոցներով։ Ես կցանկանամ, որ բոլորը լինեն բարեկեցիկ կյանքով ապրող, ես լինելով հարևանությամբ ապրող Համբարձումյանների ընտանիքի, տեսել եմ իր պապի դրսևորմանը, իր հոր, եւ ինչու՞ չէ այժմ նաեւ Արկադի Համբարձումյանի աշխատանքները եւ չեմ կասկածում որ օրից մի օր իր տղան ինչպես իր աղջիկը ինչպես իր ժառանգորդները պիտի եւս կատարեն այն բարի աշխատանքը իսկ բարի գործը միշտ մնայուն է եւ մեկ անգամ եւս ուզում եմ հիշել մեր մեծն բանաստեղծային խոսքը որ գործն է անում լավ իմացեք Կարևոր չէ մեծ է թե փոքր գործերից սկսվում է մեծը։ Այսօր հպարտությամբ ենք մենք նայում մեր թռչնաբուծական ֆաբրիկային, որը ժամ աճում է։ Մեկ անգամ եւս շնորհավորելով այս ընտանիքին նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ եւ ողջունելով բոլորիս, ցանկանում եմ, որ Արկադի Համբարձումյանի նմանները շատ լինեն։ Բարի գործ անեն, գիտեք հեշտ է խոսելը, բայց մեկ բարի գործը ամեն մարդու հարիր չէ։ Պիտի կարողանանք արժևորենք, պիտի կարողանանք գնահատենք։ Իսկ այսօր գուցե եւ այս իմ խոսքը հենց ուղղված է նրա համար, որ մենք պիտի այո ասենք շնորհակալություն Արկադի Համբարձումյան։ Դուք ձեր խոսքի տերն էիք, շարունակեք, լինեք առողջ, Աստծո թևը աչը ձեզ հովանի, ձեր ընտանիքին հաջողություն եւ բնականաբար ցանկությունս միշտ լինեք սպիտակցու կողքին։
Պարոն Համբարձումյան, դուք ներդնում ու աջակցում եք, սիրում ու նվիրվում եք, հարգում ու հարգվում եք, դուք օրինակ եք բոլորիս համար։ Մեր մանկական թոթով լեզվով ասում ենք ձեզ և ձեր ընտանիքին, շնորհակալություն, ցանկանում ենք աշխատանքային բեղուն գործունեություն, բոլոր գործերում հաջողություն։ Երկար տարիներ տնակում բնակվող Մաթուսյանների ընտանիքի միակ երազանքը, որ քարե պատեր ու սեփական ծածկ ունենալն է եղել։ Ընտանիքի մեծը Ալիսա տատիկն անձամբ է բարերարից ստանում իր նոր տան բանալիներն ու սեփականության վկայականը։ Աչքից 11-րդ էլ է ունենում, սկավմետում արդեն շատ շոյված եմ և հուզված, ովտև գիտեք, կյանքում ամենաշատը և դժվարը գնահատված ունենն է։ Իսկ երբ որ տեսնում ես այս ամեն ինչը, չես կարող չգնահատել։ Մեր ընտանիքի համար դուք գիտեք, որ ձևականությունը և ուղղակի խոստումներ տալը և չանելը, ինչպես նշեցիք, դա իմ ծնողներից է եկել։ Մենք էլ փորձում ենք լինել արժանի զավակ, նույնը դաստիարակում ենք մեր երեխաներին։ Ձեզ նման պատգամավոր է, մենք էլ կուզեինք բոլորս ունենայինք, թող առողջ լինի իր ձեռքը բոլորի գլխից անպակաս, իսկ Աստծո ձեռքը ձեր ընտանիքի, ձեր երեխաների գլխից լինի անպակաս։ Առողջ եւ ուրախ։ Երազել եմ, որ լավ նոր տուն ունենա, ես եկել եմ վեր թազատում ու շատ ուրախ եմ։ Չունենալով անօթևանի կարգավիճակ ու բնակարան ունենալու որևէ հնարավորություն, նոր տունը անակնկալ հրաշք էր բազմազավակ ընտանիքի համար, որից գլխակորույս էին ու ասես թափվել էին ուզում։ Անսպասելի էր, ուրախացանք, զարմացանք, որ սենց հրաշքներ եղավ։ Ամենալավն ու բարիք իրան։ Ось երեխեքը քարի բնակարանն է։ Նոր բնակարանում նոր բալիկ բազմազավակ ծնողները պլանավորում են։ Դելա չեք եկել, որքան կմտածենք։ Մեծից փոքր տուն երազող այս բազմանդամ ընտանիքում բոլորի աչքերն արդեն փայլում են, իսկ Ալիսա տատիկը կատարված հրաշքից կարծես ուշքի չգալով արցունքները զսպել չի կարողանում, բայց այս անգամ ոչ թե անհաշվելի խնդիրներից, այլ անսահման ուրախությունից, իսկ ուրախությունն արդեն նրանց հոգում է ու նոր տան պատերի ներսում, շնորհիվ Համբարձումյանների ընտանիք սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի։